Ողջույն սիրելի ընկերներ, ես Գայանեն եմ, մասնագիտությամբ դեղագետ, երկու բալիկների մայր և Baby Box Armenia մոր և մանկան պրոյեկտի հիմնադիր։ Մեր պրոյեկտի շրջանակներում մենք օգնում ենք հղիներին հեշտ, արագ և շատ գրագետ պատրաստվել ծննդատուն, հավաքելով իրենց համար ծննդատան պայուսակներ և օգնելով հետծննդաբերական շրջանում տանը։ Մեր հասցեն է Սասունցի Դավիթ 2/4։ Եթե դուք հայտնվել եք այս գեղեցիկ փուլում, անպայման դիմեք մեզ, մեծ սիրով կօգնենք նաև ձեզ։ Եվ դուք դիտում եք մոր և մանկան մասին մեր հերթական հաղորդումը։ Հղիությունը կնոջ կյանքի ամենագեղեցիկ փուլերից մեկն է, բայց դրա հետ մեկտեղ բավականին պատասխանատու, որովհետև հղի կնոջ ամեն քայլը նշանակություն ունի իր պտղի զարգացման համար։ Իր սննդակարգը, ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը, ամեն ինչ պտտվում է երեխայի առողջության շուրջ։ Ուստի եկեք այսօր խոսենք դրա մասին, թե ինչ ամենատարածված սխալներ կարող են անել հղի կանայք հղիության ընթացքում։ Եվ առաջին, ամենատարածված սխալը՝ ուտել 2 հոգու փոխարեն։ Շատ ենք լսում, եթե դու հղի ես, ուրեմն պետք է 2 հոգու փոխարեն ուտես, քեզ ոչինչում չսահմանափակես, ուտես այն ամենը, ինչ սիրտդ կամենա։ Բայց ոչ, դա շատ սխալ է։ Հղիության ընթացքում պետք է ուտել ոչ թե ինչքան սիրտը կամենա, այլ ինչքան անհրաժեշտ է ձեր հղիության այդ փուլի համար և սնվել պետք է շատ ճիշտ, այսինքն չօգտագործելով fast food, տարբեր սննդամթերքներ, որոնք կարող են ձեր երեխայի առողջության համար վնասակար լինել։ Հղիության ընթացքում առաջին եռամսյակում ոչ մի կիլոկալորիա պետք չի ավելացնել։ Դա նորմալ է։ Այս ընթացքում հղի կնոջ օրգանիզմը դեռևս ձևավորվում է, ձևափոխվում է և հարմարվում է նոր հորմոնալ փոփոխությունների։ Այս շրջանում կինը կարող է չավելացնել կիլոկալորիաները օրվա ընթացքում։ Երկրորդ եռամսյակում օրվա կտրվածքով ավելացնում ենք ընդամենը 300 կիլոկալորիա, իսկ երրորդ եռամսյակում մոտավորապես 450 կիլոկալորիա է պետք ավելացնել։ Ուստի սա պետք է հաշվի առնել և չուտել 2 հոգու փոխարեն։ Պարտադիր հաշվի առեք, որ ձեր սննդակարգում ավելի հագեցած լինեն սպիտակուցները, վիտամիններով հարուստ սնունդ օգտագործեք։ Խոսելով վիտամինների մասին, չենք կարող մոռանալ նաև վիտամինային կոմպլեքսները, հավելումները, և անցնելով առաջ, եկեք խոսենք երկրորդ սխալի մասին՝ վիտամինների անտեսումը հղիության ընթացքում։ Դա պարզապես հավելում չի, դա կենսական անհրաժեշտություն է հղիության ժամանակ, որովհետև որոշ վիտամիններ պարտադիր է օգտագործելը, օրինակ, խոսենք ֆոլաթթվի մասին, որը կիրառվում է հղիության առաջին շրջանում, առաջին շաբաթներում։ Այն շատ մեծ կարևորություն ունի պտղի նյարդային խողովակի զարգացման համար և հետագայում նաև նյարդային համակարգի համար, ուստի առաջին շրջանում ֆոլաթթուն պարտադիր նշանակվում է հղիներին և մնացած նաև վիտամինների մասին խոսենք, օրինակ վիտամին D-ի պակասի ժամանակ կալցիումը լավ չի յուրացվում օրգանիզմում, երկաթի պակասի դեպքում մենք կարող ենք կանգնել անեմիայի վտանգի առաջ, յոդը անհրաժեշտ է ուղեղի զարգացման համար, ուստի այսպես կարող ենք բազմում վիտամինների մասին խոսել, բայց հարցն այն է, թե ինչ վիտամին է ձեզ անհրաժեշտ և դա միայն կարող է որոշվել բժշկի օգնությամբ, ուստի նաև հնարավոր է անալիզներ վերցնեն ձեզանից, որպեսզի հասկանան ինչի պակասը դուք ունեք, այդ ամենը անում է բժիշկը։ Ինքնուրույն ոչ մի վիտամինային կոմպլեքս ձեզ մի նշանակեք հղիության ընթացքում, այդ ամենը կանի ձեր փոխարեն բժիշկը, իհարկե, և անգամ յուրաքանչյուր բան կիրառելուց առաջ, օգտագործելուց առաջ, դա կլինի վիտամին, դա կլինի որևէ խոտաբույս անգամ պետք է խորհրդակցել բժշկի հետ։ Անցնելով առաջ, եկեք խոսենք երրորդ սխալի մասին, և դա իհարկե կոնսուլտացիաների անտեսումն է։ Ամեն ամիս հղի կինը պարտադիր կերպով պետք է
մոտենա հիվանդանոց եւ անցնի կոնսուլտացիա իր գինեկոլոգի հետ, այն գինեկոլոգի հետ, որը վարում է իր հղիությունը։ Կոնսուլտացիայի ժամանակ չափվում է հղի կնոջ ճնշումը, հաշվարկվում է հղի կնոջ քաշը։ Այդ բոլոր չափումները շատ կարևոր են հղիության ընթացքի վարման համար եւ ամենասկզբից ստեղծվում է պլան, ըստ որի շարժվում է առաջ բժիշկը եւ հղի կինը։ Ուստի ամեն ամսյա ձեր կոնսուլտացիան շատ կարեւոր է ձեր հղիության ընթացքի ճիշտ զարգացման համար։ Երբեք մի անտեսեք ձեր այն օրերը, երբ բժիշկը նշանակել է ձեզ կոնսուլտացիա, մոտեցեք, անցեք բոլոր համապատասխան չափումները եւ անգամ փոքրիկ շեղում ճնշման մեջ կարող է բավականին մեծ վտանգ իրենից ենթադրել երեխայի, այսինքն ձեր պտղի զարգացման համար։ Երբեք մի անտեսեք կոնսուլտացիաները։ Չորրորդ ամենատարածված սխալը, որը կարելի է ասել այսօրվա դրությամբ կանայք շատ են անում, դա բժշկի դիմելու փոխարեն համացանցին դիմելն է։ Մենք պետք է հաշվի առնենք, որ ամեն օրգանիզմ ինդիվիդուալ է, ամեն օրգանիզմ յուրովի է արձագանքում տարբեր խնդիրների։ Եվ երբ դուք հղի եք, դուք պատասխանատու եք ոչ միայն ձեր օրգանիզմի, ձեր առողջության համար, այլ նաև ձեր ապագա երեխայի, ձեր պտղի առողջության համար։ Ուստի եթե դուք զգում եք, որ ձեր օրգանիզմում որևէ բան այն չէ, եթե դուք ձեզ վատ եք զգում, եթե դուք ձեզ թույլ եք զգում, եթե զգում եք, որ ձեր ճնշումը տատանվում է, անառողջ եք, անպայման դիմեք բժշկի, երբեք մի դիմեք համացանցին կամ ընկերուհիների խորհուրդներին, որևէ դեղամիջոց, որևէ հավելում կիրառելու համար, որովհետև հղիության ընթացքում ամեն ինչ, ինչպես ես նշեցի, պետք է հաստատված լինի ձեր բժշկի կողմից։ Ոչինչ չեք կարող կիրառել առանց բժշկի թույլատվության եւ ամեն իրավիճակ յուրովի է։ Դուք կարող եք ձեզ վնասել համացանցին դիմելու դեպքում, որովհետեւ շատ դեպքերում կանայք հենց այդպես են անում։ Facebook-յան տարբեր գրառումներում մենք նկատում ենք, որ կանայք դիմում են իրար հարցնելով, թե ինչ անել այս կամ այն խնդրի ժամանակ։ Մի արեք այդպես, դուք ունեք բժիշկներ, որոնք ձեր առողջության համար պատասխանատու են, դիմեք իրենց ձեզ վստահ եմ կօգնեն իրենց պրոֆեսիոնալ խորհուրդով։ Սխալ 5-րդ ֆիզիկական ակտիվության չարաշահում եւ հակառակը շատ մեծ պակաս։ Այսինքն մենք պետք է հաշվի առնենք, որ հղի կնոջ օրգանիզմը անընդհատ պետք է շարժման մեջ լինի, որպեսզի արյան շրջանառությունը բարելավված լինի։ Կնոջ տրամադրությունը դրա հետ մեկտեղ ավելի բարձր է լինում։ Նաև ճնշման տատանումներ չենք նկատում եւ թրոմբոզի ռիսկի վտանգը նվազում է։ Դա տեղի ունենում, ինչպես նշեցի, արյան շրջանառության շնորհիվ, եւ դա մենք ինչպես կարող ենք ապահովել հղիության ընթացքում։ Իհարկե, հնարավոր է պարզապես քայլել մաքուր օդին։ Հնարավոր է կատարել ֆիզիկական ակտիվություն յոգայի ձևով, բայց իհարկե հաշվի ենք առնում, որ լինում են դեպքեր, երբ դա անթույլատրելի է, դա պետք է քննարկվի ձեր գինեկոլոգի հետ, եթե նա թույլատրում է, ապա կարող եք կատարել յոգա։ Շատ կարևոր է հասկանալ, որ եթե դուք գնում եք որևէ մարզասրահ եւ որոշում եք յոգա կամ այլ տեսակի վարժանքներ կատարել, ձեզ հետ պետք է աշխատի անմիջապես մի մարզիչ, որը մասնագիտացված է հղիների մարզումներով, որովհետև իհարկե հղի կնոջ օրգանիզմը լիովին տարբեր է սովորական կնոջ օրգանիզմից, ուստի մարզիչը պետք է մասնագիտացված լինի հղի կանանց մարզումներով։ 6-րդ սխալ՝ վնասակար սովորություններից չազատվել հղիության ընթացքում։ Ամենաանպատասխանատու բանն է, որը կարող է լինել հղիության ընթացքում, իհարկե մենք հասկանում ենք, որ լինում են դեպքեր, երբ դուք չեք անցնում պրեգրավիդար նախապատրաստություն։ Մինչև հղիանալը դուք չեք պլանավորում ձեր հղիությունը, ուստի չեք դադարեցնում վատ սովորությունները, եթե իրենք կան ձեր կյանքում։ Օրինակ, ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի օգտագործումը, եթե դուք պարզապես
մեկ օր իմացել եք, որ դուք արդեն հղի եք, այդ օրվանից սկսած դուք պետք է այդ ամենը դադարեցնեք, որովհետև ալկոհոլի անգամ փոքր քանակը վտանգավոր է ձեր երեխայի զարգացման համար։ Ալկոհոլը անգամ շատ ցածր դոզաներով անցնում է տրանսպլացենտար ճանապարհը եւ հասնում է պտղին, խանգարում է պտղի զարգացմանը եւ վնասում է։ Շատ վատ անդրադարձ կարող է դա ունենալ ձեր պտղի համար, ուստի եթե դուք գիտեք, որ դուք հղի եք, մի թույլ տվեք ձեզ ոչ մի գրամ ալկոհոլ կիրառել։ Նաև ծխախոտի մասով կուզենամ անդրադարձ կատարել, համացանցում եւ առհասարակ մարդկանց մեջ այսպիսի վարկած կա, որ եթե կինը ծխախոտ է օգտագործել եւ շատ արագ փորձում է դադար տալ, դա կարող է վնասակար լինել իր համար կամ պտղի համար։ Ոչ, այդպիսի բան չկա։ Ծխախոտը բացի վնասից ոչ մի լավ բան ձեր պտղին եւ ձեզ չի կարող տալ։ Ծխախոտի կիրառման հետևանքով ձեր երեխայի օրգանիզմը կարող է գիպոքսիայի ենթարկվել, թթվածնաքաղցի, ինչը բավականին մեծ վատ անդրադարձ կարող է ունենալ իր առողջության համար։ Ուստի, եթե դուք գիտեք, որ դուք հղի եք, անմիջապես թողեք այդ վատ սովորությունները։ Հաջորդ սխալը վերաբերվում է կնոջ արտաքին տեսքին, կնոջ գեղեցկությանը, եւ դա սխալ 7-րդն է, երբ կինը մոռանում է խնամել ինքն իրեն հղիության ընթացքում։ Մենք պետք է հաշվի առնենք, որ հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների հետևանքով մաշկում, մազերում, եղունգներում, այսինքն մեր հավելումներում կարող են տեղի ունենալ փոփոխություններ։ Մաշկը կարող է չորանալ, կարող են առաջանալ պիգմենտացիաներ, եւ այդ ամենի կանխման համար կան կոսմետիկ միջոցներ, իհարկե, շատ փորձված կոսմետիկ միջոցներ պետք է կիրառել, բարձր որակի, բայց ձեր մաշկը դրա պահանջը շատ ունի հղիության ընթացքում, որովհետև երբ ձեր որովայնը մեծանում է, իհարկե մարմինը մեծանում է եւս, դա նորմալ է, մաշկը ձգվում է։ Մաշկի ձգվելու հետևանքով մեր կոլագենային եւ էլաստինային հյուսվածքները, թելիկները կարող են պատրվել եւ առաջանում են այդ ժամանակ հղիազոլեր։ Իհարկե, հղիազոլերի առաջացման համար շատ մեծ նշանակություն ունի գենետիկան, բայց մենք կարող ենք որոշ չափով կանխարգելել այդ խնդիրը, կիրառելով հատուկ մաշկի համար նախատեսված յուղեր, քսուկներ, որպեսզի փափկացնենք մաշկը եւ չթողնենք մաշկի ձգվելու ժամանակ, որպեսզի մաշկը վնասվի։ Եվ շատ կարեւոր է նաեւ օգտագործել արևպաշտպան միջոցներ։ Ինչպես ես նշեցի, հղիության ժամանակ հորմոնալ փոփոխությունների հետևանքով կնոջ մաշկում տարբեր փոփոխություններ են տեղի ունենում։ Նաև մելանինի արտադրությունը փոխվում է եւ արձագանք արևի ճառագայթներին նաև ավելի ուժեղանում է։ Տեղ-տեղ կարող են առաջանալ պիգմենտներ։ Այդ խնդրից խուսափելու համար անպայման կիրառել արևպաշտպան միջոցներ եւ տարբերություն չկա արևը ուժեղ է թե ոչ, դա ամառ է թե աշուն է։ Եթե արևի ճառագայթներ կան, եթե դուք դուրս եք գալիս հղիության ժամանակ արևի ներքո պետք է քայլեք, անպայման կիրառեք, որպեսզի խուսափեք նմանատիպ խնդիրներից։ Ամենակարևորը հիշելն է։ Հղիության ընթացքում մեզ օգնում ենք միայն կոսմետիկ միջոցներով, կարող ենք մեզ թույլ տալ տարբեր մասաժներ, բայց լազերային միջամտություններ, պիլինգներ, ավելի ագրեսիվ միջամտությունների մաշկում անթույլատրելի են, այս շրջանում, այդ 9 ամսվա շրջանում մենք պետք է մոռանանք դրանց մասին, բայց խնամել մաշկը պարտադիր է, մի արեք այդ սխալը, որովհետև ի սկզբանե, եթե սկսեք ճիշտ ձևով սնուցել ձեր մաշկը, հնարավոր է տարբեր խնդիրներ ձեր մաշկում չառաջանան։ Սխալ 8-րդ, անտեսել ջրի բավարար քանակը օրգանիզմում։ Օրվա կտրվածքով հղի կինը պետք է մոտավորապես 1,5-ից 2 լիտր ջուր խմի պարտադիր։ Եվ դա շատ կարևոր է օրվա ամբողջ կտրվածքով անել, ոչ թե
ամբողջ օր մոռանալ ջրի մասին եւ երեկոյան ժամին հիշել, որ դուք ջուր չեք խմել եւ միանգամից 1 կամ 1.5 լիտր ջուր խմեք։ Դա իհարկե սխալ է, դա մեծ ծանրաբեռնվածություն է գիշերվա ընթացքում ձեր օրգանիզմի համար, ուստի օրվա ամբողջ կտրվածքով բաշխեք ձեր ջրի օգտագործման քանակը, չափաքանակը եւ կիրառեք ձեր ջուրը։ Տարբեր հիվանդություններ կարող են ի հայտ գալ ջրի քիչ քանակ կիրառելու ժամանակ, օրինակ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են երիկամների խնդիրները, միզուղիների խնդիրները, տարբեր բորբոքային պրոցեսները, անպայման ջուրը շատ խմեք եւ կխուսափեք նման խնդիրներից։ Սխալ 9-րդ. աշխատանք առանց ընդմիջումների։ Այսօրվա դրությամբ շատ կանայք մինչև իրենց հղիության վերջին ամիսները աշխատում են, մինչև դիկրետ դուրս գալը աշխատում են եւ շատերի աշխատանքը հնարավոր է համակարգչի առջևում լինի եւ շատ կարեւոր է հասկանալ, որ անընդհատ նստած վիճակում մնալը բավականին վատ է անդրադառնում օրգանիզմի վրա։ Նստած ժամանակ արյան շրջանառությունը դեպի ոտքեր ավելի վատանում է, ուստի դրա հետևանքով հետագայում կարող եք մենք նկատել այտուցներ ոտքերի շրջանում, երակների խնդիրներ, այդ ամենից խուսափելու համար, եթե ձեր աշխատանքը նստակյաց է, ապա կես ժամը 1, 40 րոպե 1 վեր կացեք, մի փոքր մարզվեք, քայլ քարեք, որպեսզի արյան շրջանառությունը ակտիվանա օրգանիզմում եւ հետագայում ոտքերի խնդիր չլինի եւ շատ կարեւոր է հիշել, ինչքան էլ դուք ցանկություն ունենաք միջև վերջին պահ աշխատել, պետք է հաշվի առնեք, որ ձեզ մի փոքր ժամանակ է պետք մինչև ծննդաբերություն, որպեսզի դուք հանգստանաք։ Հղիությունը շատ գեղեցիկ ընթացք է, դրա հետ մեկտեղ կարող է բարդ լինել, շատ կանայք շատ հեշտությամբ են անցնում այդ ընթացքը եւ որոշում են մինչեւ վերջին պահ աշխատել, սակայն պետք է հաշվի առնեք, հենց ձեր երեխան ծնվեց, դուք այլևս ժամանակ չեք ունենալու ձեր համար, դուք անընդհատ զբաղվելու եք երեխայի հետ, ուստի այն փոքրիկ շրջանը, որը դուք կարող եք նվիրել ձեզ, նվիրեք ձեզ։ Սխալ 10-րդ. Գլյուկոզայի հանդեպ զգայունության թեստի անտեսումը։ Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում տարբեր հորմոնալ փոփոխություններ, որոնք կարող են ազդեցություն թողնել կնոջ օրգանիզմում գլյուկոզայի հանդեպ զգայունության նվազմանը։ Այսինքն, օրգանիզմը դադարում է ճիշտ ձևով օգտագործել ինսուլինը։ Այս վիճակը կոչվում է հղիության շաքարային դիաբետ եւ այն կարող է լինել անգամ այն կանանց մոտ, որոնք երբևէ շաքարի խնդիր օրգանիզմում չեն ունեցել, բայց հղիության ընթացքում դա կարող է ի հայտ գալ։ Ուստի հղիության 24-ից 28 շաբաթականում հղիներին նշանակվում է այդ թեստը, կինը գնում է հիվանդանոց, ըմպում է լուծույթ, որը շաքարով լի է, քաղցր է, այնուհետև որոշ ժամանակ անց չափում են, թե ինչպես է հղի կնոջ օրգանիզմը արձագանքում շաքարին։ Եթե չանցնեք այդ տեստը, չեք նկատի, չեք իմանա, որ ձեր օրգանիզմում գլյուկոզան բարձր է, իսկ դա վտանգավոր է թե երեխայի զարգացման, պտղի զարգացման համար, թե ձեր օրգանիզմի համար։ Ուստի այդ թեստը պարզապես ձևականություն չէ, այն շատ կարևոր է եւ երբեք իրեն չի կարելի անտեսել։ Նման սխալ չանեք։ Սիրելի մայրիկներ, հղիությունը դա մի ճանապարհ է, որի ժամանակ մենք պետք է սովորենք լսել մեր մարմնին եւ վստահենք ճիշտ մասնագետներին։ Հղիության ընթացքը շատ գեղեցիկ փուլ է մեր կյանքում եւ մենք պետք է անցնենք այդ ժամանակը շատ ճիշտ ձևով, չվնասելով, չվտանգելով մեր պտղի զարգացումը, հաշվի առնելով այն, ինչ մենք անում ենք, ինչով մենք սնվում ենք, ինչպես ենք մենք անցկացնում մեր առօրյան, որքան շատ ենք մենք հանգստանում, քնում, այդ ամենը մեծ նշանակություն ունի ձեր պտղի զարգացման համար։ Սա ճանապարհ է, որը պետք է անցնել սիրով, հոգատարությամբ եւ գիտակցումով։ Ուստի մի կատարեք այն սխալերը, որոնց մասին մենք այսօր խոսեցինք, եւ եղեք առողջ, դուք եւ ձեր ապագա գեղեցիկ բալիկը։ Իսկ մենք կհանդիպենք մեր հաջորդ հաղորդման ժամանակ։ Նորից հիշեցնեմ, մենք գտնվում ենք Baby Box Armenia մոր եւ մանկան դեղատանը, որտեղ օգնում ենք հղիներին հեշտ, արագ եւ շատ գրագետ պատրաստվել ծննդատուն, որը գտնվում է Սասունցի Դավիթ 2/4 հասցեում։ Համեցեք, սիրով կօգնենք նաեւ ձեզ։ Իսկ ես մաղթում եմ ձեզ հաջողություն։